Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկեմ YouTube-յան ալիքի եթերում, ձեզ հետ եմ ես Բորիս Մուրազիս, եւ այսօր, ինչպես ամեն աշխատանքային օր, ձեզ ենք ներկայացնելու Հայաստանի տպագիր մամուլի կարևորագույն հրապարակումները, միջազգային մամուլից հրապարակումներ, ինչպես նաեւ մեկ հրապարակում Politic.am կայքից։ Եվ այսպես, ժողովուրդ օրաթերթը գրում է. իշխանական վերնախավը համոզված է, որ առաջիկայում վեհափառը կհրաժարվի կաթողիկոսի բարձրագույն պաշտոնից։ Օրաթերթի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ վեհափառը ելք չունի, հայտնվել է մի իրավիճակում, որ պետք է ենթարկվի Նիկոլ Փաշինյանի պնդումներին եւ հոգեվորականները պետք է նոր կաթողիկոս ընտրեն։ Իշխանությունն իր ամենամտերիմ շրջապատում քննարկում է իրականացրել ու միմյանց վստահեցրել են, որ վեհափառը ելք չի ունենալու, երբ ճնշումները օր-օրի ավելանան։ Իսկ եկեղեցավորները օրաթերթին փոխանցում են, որ վեհափառը վստահեցրել է թիմին, որ իրենք կհաստեն իրենց ուզածին միայն լռությամբ եւ պետք է Փաշինյանի բարձրացրած աղմուկին ընթացք չտալ եւ այն աստիճանաբար շուտով կմարի։ Թե որ կողմը առաջիկայում կունենա իր համար ցանկալի արդյունք դեռևս պարզ չէ, բայց փաստ է, որ հանրության լայն շրջանակներին կատարվողը դուր չի գալիս։ Մանրամասները ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։ Ասեմ, որ միանշանակ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է այս գործելակերպը, որը որդեգրել է եկեղեցու եւ վեհափառի դեմ, օր-օրի փորձելու է լարել հանրային տրամադրությունները, բայց պիտի նաեւ վստահեցնեմ, որ Փաշինյանի մոտ չի ստացվելու դա ինչու։ Չի ստացվելու, որովհետեւ նախ իր դիմաց կանգնած է 1700-ամյա ավանդույթ եւ կառուցվածք ունեցող ինստիտուտ, մյուս կողմից օրս մենք նաեւ իրականացրել էինք հարցում հանրության մեծ մասը չի ուզում այս կոնֆլիկտին մասնակցել, անհաղորդ է այս կոնֆլիկտին, որը հրահրում է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը քիչ թվով աջակիցներ ունի, վեհափառը ունի աջակիցներ, եկեղեցին ունի աջակիցներ, բայց մյուս կողմից ես կարծում եմ եւ նաեւ այլ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ այսօրին արտահայտվել են դրա մասին, որ եկեղեցու եւ վեհափառի ընտրած տակտիկան ավելի ճիշտ է, չմտնել Նիկոլ Փաշինյանի հրահրած կոնֆլիկտի մեջ, որովհետեւ այն կոնֆլիկտը, որը պլանավորել է Փաշինյանը, ունի իր տրամաբանությունը եւ այդ տրամաբանության մեջ Փաշինյանը կարող է իհարկե հաղթել։ Այստեղ կարեւոր է չմտնել փաշինյանական տրամաբանությամբ հրահրված այս կոնֆլիկտի մեջ եւ կողմ չդառնալ։ Այս իմաստով կարծում հատկապես քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները պետք է իրենց գործողությունների մասով ուշադիր լինեն, որտեղ թվում է, թե որոշ դեպքերում նրանք անկեղծորեն պաշտպանում են եկեղեցուն, բայց ստացվում է այնպես, որ իրենք ապահովում են Նիկոլ Փաշինյանի խաղի հակառակ կողմը։ Սա դիտավորյալ է արվում, թե ուղղակի անկեղծությունից դրդված են անում, դա այլ հարց է, բայց միանշանակ է, որ շարունակելով Փաշինյանի խաղը որևէ լավ տեղ մենք չենք հասնելու։ Այո, պիտի անտեսել Նիկոլ Փաշինյանի այդ շահարկումները, հոգեվորականների սեռական կյանքին առնչվող չպիտի հերքել, հաստատել, չգիտեմ, հավատացեք Փաշինյանը փաստերի կարիք չունի, որ հավատա կամ չհավատա, ինքը իր գործն է անում։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև, քանի որ թեման Փաշինյանը բացել է եւ մենք օրինակ վերջին մի քանի օրերին հենց այդ ուղղությամբ ենք աշխատում, մենք էլ մեր հերթին հարցեր տանք Փաշինյանին, որովհետեւ այն դաշտ, որ ինքը մտել է, այդ դաշտում շատ ու շատ ավելի շատ հարցեր կան իրեն վերաբերող։ Հրապարակ օրաթերթը գրում է. հունիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողով էր հրավիրվել, որի օրակարգում ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավորի անդամի եւ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն էր դրված։ Նիստը տեղի է ունեցել կառավարության նիստերի դահլիճում։ Մեզ պատմեցին, որ չնայած նախապես լուրեր կային, թե քվորում կարող է չլինել, բայց բավական քիչ թվով դատավորներ են բացակայել։ Այդ թվում դատավոր Մասիս Մելքոնյանը, որը նեղացած է իշխանություններից, քանի որ նախորդ ամիս նրա նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել, մինչդեռ ինքը բազմաթիվ ծառայություններ է մատուցել ԿՊԱ-ականներին։ Մասիս Մելքոնյանը մինչև դատավոր նշանակվել է եղել է Հանրապետություն կուսակցության անդամ, նրա վարույթում են քննվել քաղաքական կոչվող որոշ գործեր, օրինակ Մխիթար Գալեյանի հոր Գարիկ Գալեյանի գործը։ Մելքոնյանի որոշմամբ կալանավորվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում Լևոն Քոչարյանը, Տիրան Խաչատրյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է.
Հայաստանի իշխանությունները շարունակում են ապահովել անպատժելիության մթնոլորտ հանցագործ խմբերի նկատմամբ, մինչդեռ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների հանդեպ գործադրվում են խիստ եւ անհամաչափ պատիժներ։ Այս վիճակի վառ ապացույցներից մեկն է գազագողության լայնածավալ գործընթացի ընթացքը, որի մասին օրաթերթը բացահայտել էր ամիսներ առաջ, իսկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հաղորդում էր տվել դրա վերաբերյալ հանցագործության մասին։ Մինչ նախաքննությունը ընթանում էր, գազագողության բանդիտները փախան երկրից, նախկին падգամավոր Նահապետ Գևորգյանը, երկու որդիները, աշխատակիցն ու մեկ այլ նախկին падգամավոր Կարո Կարապետյանի որդին։ Ասեմ, որ մենք օրեր առաջ խոսք էր գնում այն մասին, թե նոր ոստիկանապետը, որը Խաշլամա Արամի փոխարեն է նշանակվել, հրահանգել է պայքարել հանցավորության դեմ, այսպես ասած շռիկ-վռիկների դեմ, այդ մեքենաներով արվող Երևան քաղաքում։ Այն ժամանակ էլ մենք արձանագրեցինք, որ ոստիկանությունը չի կարող իրարից տարբերվող գործառույթներ իրականացնել։ Ոստիկանությունը կամ պետք է օրինական միջավայր ապահովի եւ պաշտպանի օրինականությունը, կամ պիտի քաղաքական նպատակներով օգտագործվի ընդդիմախոսների, ընդդիմադիր կառույցների դեմ։ Չի կարող ոստիկանությունը եւ օրինականություն պաշտպանել եւ հակաօրինական մեթոդներով գործել ընդդիմության դեմ։ Փաշինյանի իշխանության համար շատ ավելի կարևոր է ընդդիմության դեմ ոստիկանության օգտագործումը, քան օրինականության հաստատումը։ Այնպես որ սա տրամաբանական իրավիճակ է եւ սպասելի մթնոլորտ է ոստիկանությունը նախորդ իշխանությունների ժամանակ էլ, այս իշխանությունների ժամանակ էլ ծառայել է օրվա իշխանություններին իշխանության պահպանման գործիք որպես։ Եվ այս իմաստով հանցավորությունը իրենց չի խանգարում, ինչպես չէր խանգարում նաև նախկինում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիայի առնչությամբ իրականացվող ձերբակալությունները առաջիկա օրերին շարունակվելու են։ Ըստ նույն իրազեկ աղբյուրների, քաղաքապետ Տիգրան Ավինյանի շրջապատից քաղաքապետարանից այս անգամ իրավապահները կենտրոնացել են Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության ներսում կատարվող կոռուպցիոն մեխանիզմների վրա ու կարծես թե արդեն կոնկրետ փաստեր են հավաքել։ Քաղաքապետարանում էլ շունչները պահած սպասում են, թե իրավապահ մարմինները երբ կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ։ Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 5-ին ՀԿԿ-ն ձերբակալեց 7 անձի, այդ թվում մի շարք բարձր պաշտոնյաների։ Հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյանին, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյան, նախկին պաշտոնյաներ Ռոբերտ Դարփինյան եւ Արամ Այվազյան։ Միքայել Ղիմոյանի պատժամիջոցը հետագայում փոխվեց տնային կալանքի, մյուսները կալանավորված են։ Ապրիլին կոմունալ տնտեսության վարչության նախագահ Արսեն Կարոյանը նույնպես ձերբակալվել էր կաշառքի կասկածանքով, նրան 2 ամսով կալանավորել են։ Իսկ արդեն մայիսի 20-ին հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետարանում խուզարկություններ իրականացրել եւ քաղաքապետարանի 2 աշխատակցի ձերբակալել։ Սրա մասին տարբեր ժամանակներ հրապարակումներ լինում են եւ պետք է անկեղծորեն ասել, տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսպես սրբերի կաշառքից, կոռուպցիայից հեռու մարդիկ են եւ բոլոր կոռուպցիոներներն ու կաշառակերները հավաքվել են Երևանի քաղաքապետարանում։ Իրականությունը այդպիսին չէ, կաշառակերներ եւ կոռուպցիոներներ կան եւ Երևանի քաղաքապետարանում, եւ կառավարությունում, եւ պետական այլ մարմիններում։ Բայց ինչու է ուշադրության կենտրոնում իրավապահների Երևանի քաղաքապետարանը։ Մենք բազմաթիվ անգամներ արել ենք վերլուծություններ եւ խոսել ենք քաղաքական ներքին իրավիճակի մասին ԿՊ-ի ներսում, իշխանության ներսում, եւ միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանի համար խնդիր է, որ Հայաստանում կա պաշտոնյա, որը իրենից բացի կամ իրենից առավել ուղիղ ընտրվող պաշտոնյա է, հա։ Տիգրան Ավինյանը ընտրվել է Երևանի քաղաքապետ 2023 թվականին մախինացիաների միջոցով, բայց միևնույն ժամանակ ինքը Նիկոլ Փաշինյանից բացի միակ մարդն է, որը ընտրական ինչ-որ տոկոսներ ունի։ Չի կարող Ալեն Սիմոնյան ասել, որ ես այսքան աջակցություն ունեմ։ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որ ինքը ունի այսքան աջակցություն, որտեղ իր գլխավորած ցուցակը հավաքել է այսքան ձայն։ Տիգրան Ավինյանը կարող է ասել, որ ունի այսքան աջակցություն եւ մրցակցի Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս իմաստով տրամաբանական է Նիկոլ Փաշինյանի գործողությունները, ես կարծում եմ, որ Փաշինյանը չի հանդարտվի, քանի դեռ Տիգրան Ավինյանը հեռացված չէ Երևանի քաղաքապետի պաշտոնից, կամ ինքնակամ կհեռանա, կամ այս կոռուպցիոն պատմությունները քիչ-քիչ կհասնեն Տիգրան Ավինյանին։ Ես չգիտեմ իրական դրանք պատմություններ կլինեն թե հորինված, բայց միանշանակ է, որ իրական կամ հորինված պատմությունները ծառայելու են Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակներին։ Հրապարակ օրաթերթը գրում է. Սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար վերջերս ձերբակալված Արմեն Դանելյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Ուսումնասիրելով Պետրոսյանի կենսագրությունը հետաքրքիր փաստ բացահայտեցիք։ Ըստ Պետրոսյանի պաշտոնական կենսագրության նա 2017-ից 22 թվականները աշխատել է Air Logistic Cargo ՍՊ-ում որպես տնօրեն, սակայն էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն Air Logistic Cargo ՍՊ-ն հիմնադրվել է 2018 թվականի աշնանը, թե ինչպես է ՍԱՏՄ ղեկավարի հավանական թեկնածուն տնօրեն աշխատել գոյություն չունեցող ՍՊ-ում, թերևս կիմանա միայն նրան նշանակողը։ Իդեպ տեղեկություններ կան նաև, որ այս կառույցում այդպիսի բարդակ վիճակ եղել նախորդ ամիսներին, որ հնարավոր է Պետրոսյանի նշանակումն էլ գլուխ չգա, քանի որ նա էլ այս կամ այն կերպ առնչվել է յուրացումներին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025 թվականի մայիս-ապրիլ ամիսների համեմատ սպառողական գներն աճել են 0,1-ից 1,2%-ով, համատաբար բարձր գնաճ գրանցվել է Գյումրիում, իսկ մեկում արձանագրվել է 0,1 գնանկում։ Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0,1%-ով 2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7,4% գնի բարձրացում։ Սա այն տրամաբանության շրջանակում, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, որ հասարակությունը սկսել է 50%-ով ավելի լավ ապրել, իրականում հասարակությունը տարբեր տվյալների համադրմամբ կարելի է արձանագրել, որ 50%-ով սկսել է ավելի թանկ ու ավելի վատ ապրել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է պաշտոնի 2023 թվականի հոկտեմբերի 26-ին։ Փամբուխչյանը ներկայացրել է 2024 թվականի գույքի եկամուտների ծախսերի եւ շահերի հայտարարագիր։ Համաձայն այդ հայտարարագրի փոխքաղաքապետը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը ձեռք է բերել 2017 թվականին, իսկ մյուսը 2022 թվականին հեղափոխությունից հետո, երբ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար։ 2 բնակարանն էլ գտնվում են Էրեբունի վարչական շրջանում։ Արմեն Փամբուխչյանի հայտարարագրում խառնաշփոթ է ստեղծվում, երբ փորձում ենք հասկանալ, թե որ մեքենան երբ է գնել կամ վաճառել։ Օրինակ, հայտարարատու տարում ներկայացված տրանսպորտային միջոցների ցանկում տարեսկզբին առկա է Ford Mach-Tishի մեքենա, որը ձեռք է բերել 2008 թվականի դեկտեմբերի 16-ին։ Այս մեքենան տարվա ընթացքում կարծես անհետացել է, քանի որ օտարված գույքերի ցանկում այն չկա, իսկ տարեվերջին պարզապես առկա չէ։ Հարցական է, թե մեքենան ուր է անհետացել։ Փամբուխչյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 29 միլիոն 500 հազար դրամ եւ 8800 եվրո։ Փոխքաղաքապետը հայտարարագրել է նաև էլեկտրոնային հաշիվներ եւ կրիպտոարժույթ 15000 FTN եւ 1 FTN-ի արժեքը կարող եք տեսնել կից նկարում։ Փամբուխչյանը հայտարարագրել է 13500 դոլար եւ 3 միլիոն 5000 դրամ կանխիկ դրամական միջոցներ։ Հիշեցնում որ Արմեն Փամբուխչյանի հոր հետ կապում են իր պատմություն, հետ պարբերականներ կարծեմ բացահայտել, որտեղ պարզվել էր, որ Spike-ը անկերության երաշխավորությամբ իր թոշակառու հայրը 40 հեկտարի վրա, եթե թիվը ճիշտ եմ սպայն հիշում, հիմնել էր այգի եւ ստացել էր միլիոնավոր դոլարների հասնող վարկ բանկից, ասենք թոշակառու մարդը ինչպես հետո փակելու, դա այդպես էլ անհայտ մնաց։ Հրապարակ թերթը գրում է. Հայաստանի իշխանությունների գործուն ճնշման արդյունքում Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես գրել էինք, հրաժարվեց առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու, եւ նախագահի ընտրության համար սահմանված ժամկետները բաց թողնվեցին։ Մայիսի 31-ը վերջնաժամկետն էր, քանի որ նախագահի լիազորությունների ժամկետը լրացել է մայիսի 21-ին, որից հետո 7-օրյա ժամկետում թեկնածուն պետք է առաջադրվեր,
ապա երրորդյա ժամկետում խորհրդարանին նիստ հրավիրվեր եւ նախագահ ընտրեին։ Սակայն մեզ ասացին, որ մեկ շաբաթից ավել է արցախցի իրավաբանները հիմնավոր քրքրել են թե սահմանադրությունը, թե խնդրու առարկային վերաբերվող օրենսդրությունը եւ եզրակացրել, որ համաձայն գործող իրավակարգավորումների յուրաքանչյուր բաց թողնված ժամկետից հետո հաջորդ 7-օրյա ժամկետն է գործում այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի խորհրդարան ընտրություն չի կատարել։ Հետևաբար խորհրդարանականները վերստին տեխնացուի փնտրտուքի մեջ են։ Նրանք ճիշտ է Շահրամանյանից ձեռքերը լվացել են, քանի որ նրան ուղիղ տեքստով իշխանական համակարգից զգուշացվել է, որ իր ընտրվելուց հետո Սյունիքում տեղի ունեցող ցանկացած գործընթաց կոտրելու են ոչ միայն իր, այլև ողջ արցախցիների ուսերին։ Հիշեցնենք, որ իշխանական սպառնալիքները տեղ հասցնող ՆԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է։ Սա շատ հետաքրքիր իրավիճակ է, որովհետև մի պարագայում Սամվել Շահրամանյանը ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը եւ չկատարելով իր երթումը, ադրբեջանցիների ճնշմամբ գնաց Արցախի լուծարման, ու հետո հայտարարեցին, որ ժողովրդին փրկելու համար են դա արել, որ եթե լուծարում չհայտարարվեր, չստորագրվեր այդ փաստաթուղթը, բոլորին կոտորելու էին, սա իրենց մեկնաբանությունն է։ Հիմա ինքը փաստորեն երկրորդ անգամ ժողովրդական խոսքով ասած գցում է արցախցիներին, չընտրվելով, չառաջադրվելով որպես Արցախի նախագահ, այս անգամ տրվելով Հայաստանի իշխանությունների ճնշումներին։ Հայաստանի իշխանությունների հետ կապված ամեն բան պարզ է։ Սա խոսք է գնում սրիկաների մի խմբի մասին, դավադիրների մի խմբի մասին, որոնք թելադրվում են Ադրբեջանի կողմից։ Բայց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը համենայն դեպս ովքեր ներկա են Երևանում, ուղղակի խայտառակ անպատրաստ են քաղաքական այն պրոցեսներին, որի մեջ հայտնվել է արցախահայությունը եւ իրենց իսկ ձեռամբ Նիկոլ Փաշինյանի հովանավորությամբ լուծարված Արցախը։ Մինչ անցնենք մեր հրապարակմանը, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեզ եւ մենք վերադարձանք քննարկելու Politics.am-ի մի հրապարակում։ Ես կարծում սա շատ կարևոր հրապարակում է եւ այն տրամաբանությամբ, որի մասին խոսեցի հաղորդման սկզբում, որ մենք ոչ թե մտնում ենք Նիկոլ Փաշինյանի օրակարգ, այլ քանի որ Նիկոլ Փաշինյանը նման որակի խոսակցություն է բացել, ինչ որ բարոյական ոստիկանության դեր է ստանձնել, այդ դեպքում մենք ոչ թե պիտի հասարակություն դիմադրենք իր հարցերին, պատասխանենք, իրեն համոզենք, որ դա այդպես չի կամ այդպես է, մենք պետք է հակադարձ հարցեր տանք։ Եվ այստեղ հակադարձ հարցերը շատ ավելի կարևոր են, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե որևէ մեկը արժանի է դառնալ այսպես կոչված բարոյական ոստիկանության թիրախ եւ քննարկման առարկա, ապա այդ շարքում Նիկոլ Փաշինյանը առաջին մարդն է ու երկար պիտի քննվի Նիկոլ Փաշինյանը իր վարքը, իր բարոյական արժեքները, նոր պետքա մտածել ուրիշ մարդ ընդհանրապես արժի քննարկել, թե ոչ։ Եվ այս գործում շատ կարևոր դերակատարում ունի Սերժ Սարգսյանը, երրորդ նախագահ։ Ես իհարկե կփորձեի խուսափել նորից Սերժ Սարգսյանի մասին խոսել, բայց քանի որ երեք ինքը բրիֆինգ է ունեցել եւ դրա ժամանակ հնչել է միտք կեղծիկ մի թեմայի վերաբերյալ, որը բարձրաձայնել ենք մենք եւ շարունակում ենք դա տակ պահել, ապա չէր կարող մեր կողմից արձագանք չլիներ եւ չէր կարող մեր կողմից չարձանագրվեր փաստերով։ Ես շեշտեմ փաստերով չարձանագրվեր, որ ցավոք սրտի Սերժ Սարգսյանը ստում է հերթական անգամ եւ փաստերով մենք դա ցույց ենք տալու։
Երեք դատարանի բակում լրագրողների հարցերին ի պատասխան Սերժ Սարգսյանը հանդես եկավ ինքն իրեն հակասող հայտարարություններով։ Նախ Սարգսյանը հայտարարեց, թե ինքը չի տիրապետում Նիկոլ Փաշինյանին առնչվող սեռական կամ ինտիմ բնույթի կոմպրոմատների։ Սա այն դեպքում, երբ դեռևս 2021 թվականի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հենց Սարգսյանն էր ասել, որ ունի տեղեկություններ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի մասին, որոնց հրապարակումից հետո ըստ նրա հասարակությունը կթքի Փաշինյանի երեսին եւ նա անգամ փողոց դուրս գալ չի կարողանա։ Նույն հայտարարության շրջանակում Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ ժամանակ էր տվել, որպեսզի վերջինս հրապարակեր թեկուզ մեկ փաստ իր կազինո խաղալու վերաբերյալ, հակառակ պարագայում սպառնալով հրապարակել վարկաբեկիչ փաստեր իր եւ իր ընտանիքի մասին։ Սակայն հաջորդ օրը, երբ լրացավ այդ ժամկետը, Սարգսյանն արդեն հայտարարում էր, թե ի պաշտոնե տիրապետում է շատ գործիչների անձնական եւ ընտանեկան գաղտնիքների, սակայն մտադիր չէ կեղտոտ սպիտակեղեն հրապարակ բերել։ Կարծում ենք ավելորդ է բացատրել կեղտոտ սպիտակեղեն արտահայտությունն օգտագործում է որպես կանոն հենց սեռական բնույթի պատմությունների համատեքստում։ Մենք մեր նախորդ հրապարակումներում արդեն նշել էինք, որ փաստացի Սերժ Սարգսյանն այդ ժամանակվա հայտարարությունից հետո նրա եւ Նիկոլ Փաշինյանի միջև ամենայն հավանականությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ինչն էլ ստիպել է Սարգսյանին դրժել իր իսկ խոստումը եւ չհրապարակել խոստացված փաստերը։ Այն, որ նման պայմանավորվածություն գոյություն է ունեցել, վկայում է նաեւ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը երբեք հրապարակային չարձագանքեց այդ հայտարարությանը, չնայած այն վերաբերում էր ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքի անդամներին, հատկապես ակնհայտ էր, որ խոսքը վերաբերում է նրա կնոջը, Աննա Հակոբյանին։ Ստացվում է, որ կոմպրոմատների առկայությունն է կարգավորում Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների սահմանները։ Այսօր, երբ Փաշինյանը հորինված կոմպրոմատներով հարվածում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ թիրախավորում հոգեվորականներին, շատերը կարծում են, որ ճիշտ ժամանակն է նույն հարթության մեջ պատասխանել նրան։ Քաղաքացիները այս օրերին պահանջում են, որ իր ձեռքի տակ եղած փաստերով Սերժ Սարգսյանը կանգնեցնի Նիկոլ Փաշինյանին։ Իր ձեռքի տակ եղած կոմպրոմատներով անձնական անվտանգության երաշխավորած Սերժ Սարգսյանը կարող է եւ մարդկանց կարծիքով պարտավոր է օգտագործել տեղեկատվությունը հանուն հասարակության անվտանգության։ Եթե այսօր էլ Սարգսյանը պահում է այդ կեղտոտ սպիտակեղենը իր հոգու խորքում, ապա արդարացի հարց է ծագում, որ օրվա համար է նա պահում դա։ Ենթադրաբար ապօրինի ճանապարհով ձեռք բերված սեռական բնույթի կոմպրոմատները։ Կարծում ենք այս հարցի պատասխանը հստակ է եւ ակնհայտ։ Այս պատմության մեջ հարցեր կան նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Եթե նա այդքան հետաքրքրված է հոգեվորականների բարոյական նկարագրով, ապա նախ եւ առաջ պետք է խոսի իր եւ իր ընտանիքի բարոյական նկարագրի մասին։ Նշվածը պետք է սկսվի պարզ բացատրությամբ, ինչու 2021 թվականին նա չարձագանքեց Սերժ Սարգսյանի հրապարակային մեղադրանքներին, ինչպես պատահեց, որ ընդդիմադիրներին անխնա քննադատող, շինել սպառնացող Նիկոլ Փաշինյանը չկարողացավ նույնիսկ կես բառ ասել, երբ խոսքը վերաբերում էր իր ընտանիքի բարոյականությանը, այն էլ հրապարակային վիրավորանք պարունակող հայտարարության ֆոնին։ Եկեղեցու սպասավորների բարոյականությունը վերահսկող հանձնաժողովի անդամի դեր ստանձնած Նիկոլ Փաշինյանը պետք է շատ հստակ ասի, ինչ կոմպրոմատներ է պահվում Սերժ Սարգսյանի մոտ իրեն եւ իր ընտանիքին առնչվող, ինչ կեղտոտ սպիտակեղենի մասին էր խոսքը, իսկ գուցե այդ սպիտակեղենը այնքան կեղտոտ է, որ Փաշինյանը նույնիսկ իրավունք չունի խոսելու ջունգլի անոյի բարոյական կերպարի մասին։ Այս հոդվածը կարծում շատ կարևոր է, փաստարկված դիտարկումներ են արված, ես հիմա նաև քիչ հետո կխնդրեմ, որպեսզի ձեր մոտ փաստերի պակաս չլինի, մենք կդնենք Սերժ Սարգսյանի երկու ժամանակներում արված հայտարարությունները, բայց մինչ այդ ասեմ իմ վերաբերմունքը, անկեղծ վերաբերմունքը նման կոմպրոմատների։ Դա դատապարտելի է, որ երկրի որևէ իշխանություն տիրապետում է որևէ մեկի սեռական կյանքին, ընտանիքի անդամների սեռական կյանքին առնչվող կոմպրոմատների եւ այդ կոմպրոմատները իր ուզած ձևով կարող է օգտագործել։ Եվ երբ մենք հիմա դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանին եկեղեցու վերաբերյալ հորինված կոմպրոմատային այս պատերազմով, հա, մենք չպետք է մոռանանք, որ նման որակի խոսակցություն մեր քաղաքական դաշտ առաջին հերթին հրապարակային բերել է հենց Սերժ Սարգսյանը։ Երբ 2021 թվականին իր կազինոյում խաղալու մասին եղավ հայտարարություն, ինքը դրան արձագանքեց սպառնալիքով, որ
Փաշինյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ կհրապարակի վարկաբեկիչ փաստեր։ Սա ընդունելի չէր նաև այն ժամանակ։ Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր դատապարտում են Նիկոլ Փաշինյանի այսօրվա վարկագիծը եւ լավ են անում, որովհետեւ անընդունելի վարկագիծ է, սրիկայական վարկագիծ է։ Պիտի դատապարտեն նաև Սերժ Սարգսյանի այն ժամանակ արված հայտարարությունը եւ հարց տան առաջին հերթին, եթե չի հրապարակվում այդ կոմպրոմատները։ Ինչու են այդ կոմպրոմատները ձեզ մոտ, ինչպես եք դուք հավաքել դրանք։ Դուք ի վերջո 2018 թվականի մայիսին թողել եք երկրի ղեկավարի պաշտոնը։ Ոնց է եղել, որ վստահաբար դուք ինքներդ չեք գնացել, չէ՞, կոմպրոմատները հավաքել, անվտանգության ծառայություններն են հավաքել։ Ոնց է եղել, որ անվտանգության ծառայությունների հավաքած կոմպրոմատները հայտնվել են ձեզ մոտ։ Եվ ինչու եք պահում ձեզ մոտ։ Սա շատ ավելի կարևոր հարց է հիմա ներկա պահի համար։ Ինչ նպատակով եք օգտագործում։ Եվ դրանք ինչպիսի կոմպրոմատներ են, որքան ուժեղ են եւ ինչ կարող եք ստիպել, որ Նիկոլ Փաշինյանը դրանով անի։ Հիմա ակնհայտորեն տեսնում ենք, որ դուք կարողանում եք այդ կոմպրոմատներով անել այնպես, որ չնայած օրինակ ձեզ 24 ժամյա ռեժիմով ձեր կողքին գտնվող Վաչագան Ղազարյանը, որը ավելի հայտնի է Սերժի Վաչո մականվամբ, ձեր դեմ ցուցմունք է տվել, բայց դուք ազատության մեջ եք։ Լավ է, որ ազատության մեջ եք, դա ամենևին իմ ցանկությունը չի, որ դուք բանտարկված լինեք, բայց ակնհայտ է, որ այդ կոմպրոմատները ապահովում են ձեր անձնական անվտանգությունը։ Էլ ինչ կարող եք ապահովել դրանով։ Օրինակ կարող եք, ես կարծում եմ եւ հասարակության լայն զանգվածները, ովքեր տեղյակ են այս պատմությանը, իրենք կարծում են, որ այդ կոմպրոմատներով դուք կարող եք նաեւ կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին եկեղեցու դեմ այս սրբապիղծ արշավի շրջանակում։ Հիմա երբ հերքում եք, ասում եք չկան նման կոմպրոմատներ։ Ամեն դեպքում եթե հավատանք ձեր այսօրվա հայտարարությանը, կստացվի, որ դուք ստել եք 2021 թվականին։ Բայց կադրերից ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը սարսափելի կերպով վախենում է այդ կոմպրոմատների մասին խոսակցությունից, որովհետև ենթադրաբար արդեն կա պայմանավորվածություն եւ ինքը չի կարող ուղղակի հաստատել կոմպրոմատների առկայությունը։ Այս թեման ավարտենք մի տեսանյութով, որտեղ դուք կլսեք Սերժ Սարգսյանին 2021 թվականի հայտարարությունը, դուք կլսեք Սերժ Սարգսյանի արդեն 2025 թվականի երեկվա հայտարարությունը եւ ինքներդ արդեն վերլուծեք 2021-ին էր Սերժ Սարգսյանը ճիշտ ասում, երբ ասում էր, որ կա կոմպրոմատ, թե 2025-ին, երբ ասում է, որ ինքը չի տիրապետում նման կոմպրոմատների։ Խնդրեմ։ Պարոն Սարգսյան, շատերը մտածում են, որ դուք Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ ունեք եւ միայն հարմար պահի եք օգտագործելու դա։ Նախ ունեք եւ երբ եք օգտագործելու։ Ոչ, ինչ կոմպրոմատներ։ Դե իշխանության եք եղել, ինքը էլ ընդդիմադիր է եղել։ Հետո անձնական դաշտի երևի, հա, գործընկերություն։ Որտեղ իրենք մտել են արդեն անձնական դաշտ, այդ թվում եկեղեցականների, ասում են նախորդ իշխանությունը կունենար, ինչ էլ չլինի, հատուկ ծառայություններ, ինչ որ անձնական հետաքրքիր տեսանյութեր։ ոչ։ Եվ հիմա ձեր ներկայությամբ ես ասում եմ, ես դրան այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս։ Կամ պետք է մի փաստ ներկայացնի, մի փաստ, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն է տեղը հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Սպառնացել եմ իմ կյանքում առաջին անգամ, որ ես փաստեր կհրապարակեմ նրա ընտանիքի մասին եւ այդ փաստերը այնպեսին կլինի, որ մեր ժողովուրդը կթքի նրա վրա։ Ինձ մոտիկից ճանաչողները տարակուսում էին եւ նրանք ասում էին, որ Սերժ Սարգսյանը երբեք չի մտնի ընտանիք, իրենք բացառում էին որևէ փաստ եւ իրենք ճիշտ էին։ Այո, ես շատ երկար ժամանակ տիրապետել եմ բազմազան ինֆորմացիայի, բայց նաեւ վկաները դուք եք, երբեք որևէ մեկի ընտանիքի մասին ոչինչ չեմ ասել, որովհետեւ ես շատ լավ գիտեմ ինչ է նշանակում ընտանիք եւ ինչ է նշանակում ընդհանրապես կեղտոտ սպիտակեղեն հանել ու ցուցադրել մարդ։ Դուք լսեցիք, հարգելի հեռուստադիտողներ, ես կարծում եմ
Այստեղ դուք առանց որևէ մեկի օգնության կարող եք ձեր ենթադրություններն անել, ձեր վերլուծություններն անել, ամփոփելով եւ վերադառնալով թեմայի սկզբին, ասեմ, որ ինձ համար որպես մարդ դատապարտելի է եւ այդ կոմպրոմատների արկայությունը եւ այդ կոմպրոմատների գործածումը որևէ մարդու դեմ։ Բայց քանի որ հիմա Նիկոլ Փաշինյանը ինքն է նման դատապարտելի վարքագիծ դրսևորում, այն էլ հայ-առաքելական եկեղեցու դեմ, վեհափառ հայրապետի դեմ, նման կոմպրոմատների ունեցողները չեն կարող այլ կերպ վարվել, քան իրենք էլ Փաշինյանի դեմ դա օգտագործեն, իրական կոմպրոմատներ։ Կամ հայտարարեն, որ իրենք չեն ունեցել նման կոմպրոմատներ եւ ուղղակի 2021 թվականին առիթից օգտվել եւ ստել են։ Գանք մեր եթերի վերջին մասին, միջազգային լուրերին եւ այսպես։ Հարցին թե արդյոք անհանգստացած է Թրամփը պատասխանել է. ոչ, ամեն բան կարգին է։ Որքան կմնա ազգային գվարդիայի զորքերը Լոս Անջելեսում, մինչ որ վտանգ չլինի, ասել է Թրամփը, երբ վտանգ չլինի, նրանք կհեռանան։ Նա բաց է պահել ԱՄՆ նախագահային հասանելի ամենածայրահեղ արտակարգ լիազորությունների կիրառման հնարավորությունները։ Եթե ապստամբություն լինի, ես իհարկե դրան կդիմեմ, ասել է Թրամփը։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինան ցույց է տալիս պատրաստ չէ բանակցություններին։ Նրա կարծիքով նման մարտավարությունը կարող է վատթարացնել Կիևի իրավիճակը ներկայիս հակամարտության համատեքստում։ Մենք խաղաղություն ենք ուզում, Wall Street Journal-ին ասել է ռուսական բանակցային թիմի ղեկավարը, հավելելով, որ եթե Ուկրաինան շարունակի առաջնորդվել այլ պետությունների շահերով, ապա ռուսական կողմը ստիպված կլինի արձագանքել։ Մեդինսկու խոսքով փոխզիջման չգնալը Ուկրաինային կարժենա մի շարք նոր տարածքներ։ Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը եւ Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում։ Անսահման եղբայրություն 4 բազմազգ զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերին։ Դրանց նպատակն է բարձրացնել մասնակից երկրների համատեղ օպերատիվ կարողությունները եւ նպաստել տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։ Հունիսի 10-ին Բաքվում տեղի է ունեցել անսահման եղբայրություն 4 բազմազգ զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Հունիսի 6-ից շարունակվող ցույցերի պատճառով Լոս Անջելեսի որոշ կենտրոնական հատվածներում պարետային ժամ է հայտարարվել երեկոյան 8-ից մինչև առավոտյան 6-ը։ Ըստ քաղաքապետ Քերեն Բասի այն կտևի մի քանի օր, այդ մասին հաղորդում է CNN-ը։ Ըստ լրատվամիջոցի պարետային ժամի ուժի մեջ մտնելուց հետո ոստիկանները զանգվածային ձերբակալություններ են կատարել։ Կալիֆոռնիայում վերջին 4 օրվա ընթացքում ձերբակալվել է առնվազն 378 մարդ, որոնցից 200-ը վերջին 1 օրվա ընթացքում։ Քաղաքապետը հայտնել է, որ ցույցերի ընթացքում 23 բիզնես է թալանվել։ COVID-19-ի նոր տարբերակը NB181-ը, որը նաև կոչվում է Nibius, հայտնաբերվել է մի շարք ասիական երկրներում, այդ թվում Հնդկաստանում, Հոնկոնգում, Սինգապուրում եւ Թայլանդում։ Այս մասին հայտնում են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։ Այն օմիկրոն ենթատարբերակի GN1-ի ճյուղն է, առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դիտարկվում է որպես մոնիթորինգի տակ գտնվող տարբերակ։ Այն մինչ օրս տարածվել է 22 երկրում, ԱՄՆ-ում այն հայտնաբերվել է Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Արիզոնայում, Օհայոյում եւ Ռոդ Այլենդում։ Հաճախ հանդիպող ախտանշաններից են կոկորդի ուժեղ ցավ, որը նկարագրվում է որպես սուր քերող ցավ, թույլ հազ, ջերմություն, մկանային ցավեր։ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել երկու իսրայելցի ծայրահեղ աշնախարարների նկատմամբ Գազայի վերաբերյալ նրանց մեկնաբանությունների պատճառով, հայտնում է BBC-ն։ Իտամբեր Բեն-Գվիրին եւ Բեզալել Սմոտրիչին կարգելվի ճանապարհորդել, իսկ նրանց ակտիվները կսառեցվեն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի կողմից հայտարարված միջոցառումների համաձայն։ Իսրայելն Ուկրաինային չի փոխանցել Patriot Hope համակարգեր, որոնք ստացել է Միացյալ Նահանգներից եւ օգտագործել 1990-ականներին։ Այս մասին 10-ին հայտնել է հրեական պետության արտաքին գործերի նախարարությունը՝ ի պատասխան Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայել Բրոդսկու համապատասխան հայտարարության վերաբերյալ մեկնաբանության խնդրանքի։ Իսրայելն Ուկրաինային Patriot համակարգեր չի փոխանցել, ասել է գործակալության աղբյուրը, նշելով, որ սա պաշտոնական պատասխան է։ Հայտարարությունը սխալ է, մեկնաբանել է նա Կիևում Իսրայելի դեսպանի հայտարարությունը։
Վերջին 2 օրերի ընթացքում Չինաստանը եւ Միացյալ Նահանգները ունեցել են մասնագիտական ռացիոնալ խորը եւ անկեղծ կարծիքների փոխանակում, ասել է Չինաստանի ներկայացուցիչը միջազգային առևտրային բանակցային գործընթացում եւ առևտրի փոխնախարար Լի Չենգանգը Լոնդոնում Չինաստան-ԱՄՆ տնտեսական եւ առևտրային խորհրդակցությունների մեխանիզմի առաջին հանդիպումից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 9-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ասել է, որ դեմ է Իրանի նկատմամբ ռազմական գործողություններին, քանի որ ակնկալում է Թեհրանի հետ համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական արտակը վկայակոչելով իսրայելցի եւ ամերիկացի պաշտոնյաների։ Ըստ աղբյուրների Թրամփը Նեթանյահուի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորություն կա։ Նախագահը նշել է, որ այդ պատճառով էլ այս պահին դեմ է հանդես գալիս ռազմական գործողություններին։ Լրատվական հարթակի տվյալներով Նեթանյահուն Թրամփին ասել է, որ իրանցիները բանակցությունները ձգձգելու վարպետներ են եւ հետեւաբար Թեհրանը պետք է իրական ռազմական սպառնալիք տեսնի։ Կարծես թե Թրամփն այս փաստարկները չեն համոզել, նշել է իսրայելցի պաշտոնյան։ Այսօր այսքանն էինք առանձնացրել տեղական միջազգային մամուլի հրապարակումներից եւ մեր կայքի հրապարակումներից կհանդիպենք վաղը։